ճշմարտությունը օբյեկտիվ գնահատենք, որպեսզի կարողանանք հասկանանք, թե ոնց կարանք փոխենք այս իրավիճակը։ Այսինքն որպեսզի կարողանանք փոխենք։ Ես ուզում եմ այդ ամեն ինչը զարգացնեք, խոսեք նաև 2028-ի հետ կապված, բայց քանի որ այս թեման, Մարիամ, այս թեման ուզում էի ավարտեի, այս Անայի եւ Նիկոլի օլիգարխների թեման ուզում էի ավարտեի, դուք ասում եք սա հրեշտակ է, չէ՞, ասեցիք դրա կոմերցիա կարողությունները։ Հա, տեսեք։ Չէ, ուղղակի այս օլիգարխի գիտեք ինչ նազարանալի։ Բարոյի եղբայրների կողքը մի հատ բան է։ Սովորական միլիարդեր է։ Գիտեք որն է, որ սեփականաշնորհումը ինքը բանը կարողացել է գնել այդ բանը հայրապետ տունը, այդ հանգստյան տունը, որ կա Սևանում որ կա։ Ընդամենը կարծեմ 350-400,000 $-ով, պատկերացնեք $400,000 իրենց ինչա ներկայացնում։ $400,000 Հայաստանում երևի երկու բնական, լավ նորմալ բնական կարած գնես։ Կենտրոնում երկու բնական։ Այդ համալիրը իրենց ինչա ներկայացնում Սևանի ափին։ Բայց կարող է տենց հատուկ տղա է իրան։ Փաստացի գնահատվել է սկզբնական փուլում մոտավորապես $6 միլիոն եւ ինքը գնել է մոտավորապես ու կարծեմ մինչեւ մաքսիմում մինչեւ $400,000, $370 քանի հազար $-ով։ Այսինքն Տեսեք, գործարար 2022-ին արտոնյալ պայմաններում գնել է Ծաղկաձորի նախկին Golden Palace հյուրանոցը, նույն տարում գնել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատկանող քրեական գործով անցնող մանումենտի առանձնատունը, գործարարին է պատկանում 8 եւ Ծիրանի սուպերմարկետինգների ցանցը, Նալբանդյան օղու գործարանը, Մասիսի տափերականի ալրաղացները, Եղվարդում վերնատարների սպասարկման կենտրոնը, Եղվարդում գտնվող համակցված կերերի գործարանը, Շիրակի գործարանը, ջրերի գործարանը, Մեղրաձորու ոսկու հանքը, Ծաղկաձորի, լսում եք ես ինչա կատարում, էքի հյուրանոցը, նախկին Golden Palace Սևանի ափին նախկին հայրապետ է ձեր ասածն է, հյուրանոցը շաբաթներ առաջ էլ գնել է նոր հաշնի, ուրեմն Ադամանդի գործարանը, այս բան է էլի, Իլոն Մասկը մեջ է, ասում է, բայց ոնց ստացվեց, որ դուք Հովիկ Աբրահամյանի տունը, ասում է, տեսա նայեցի, տեսա, ասում եմ, անգամից գնացի։ Ինչ եք ասում, Չէ, ես փողն էլ տարեդրել են այնտեղ, իբր մի մասը, այդ գործարքը չի, բայց ինքը տեղ ապրում է, մի ամբողջ ժողովրդի ապուշի տեղ է գնում, նախկին իշխանության օլիգարխներն ենք ծաղրում, չէ, ասենք այնտեղ Լֆիկ Սամո բան չէ, փաստորեն Լֆիկ Սամոն սրա թափը Ծաղկաձորի Նիկոս է։ Լուրջ բան եմ ասում, որտեղ սա ասում է, նայել եմ, ասում է, ես ինքս նայել եմ, տեսել եմ, կարդացել եմ, տեսել եմ, գնացել եմ, դիմել եմ ու հաղթել եմ, այսինքն ինքը մտածել որ Հայաստանում ավելի բարոյական մարդ է, Սամվել Ալեքսյանն ես կեղտոտ մարդ եմ, սենց մարդ եմ, տո լավ եմ անում, սրա հետ է լավ եմ, նրա հետ է լավ եմ, սրան էլ եմ փող տալիս, նրան էլ եմ փող տալիս, ինչ կա ասում է, այս մարդ ասում է, ես Սա ուղղակի դեժավյու է, սա բանը դեժավյու չէ, այսպեսի բան չի եղել։ Բանը կոմեդիա է, բայց տրագիկոմեդիա է, ասենց ասեմ ձեզ, էլի, որովհետև եթե դուք հիշում եք Նիկոլ Փաշինյանը 2012 թվականին, երբ որ խորհրդարանական ընտրություններում պայքարում էր Սամվել Ալեքսանյանի դեմ, կարծեմ հայտարարում էր, որ ինքը պայքարում է Օսվենցիմ սարկած, այսինքն Օսվենցիմ հետ էր համեմատում Սամվել Ալեքսանյանին, եթե համեմատում ենք Օսվենցիմ հետ, ուրեմն Սամվել Ալեքսանյանը պետք է դոկտոր Մենգելեն լինի, չէ՞։ Հիմա փաստորեն դոկտոր Մենգելեն դառնա Նիկոլ Փաշինյանի մոտիկ ընկերը, օլիգարխը։ Հիմա փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը դոկտոր Մենգելի, այսինքն բանը Օսվենցիմի, այսպես ասած, սեփականատիրոջ ընկերն է դարձել։ Դուք հասկանում եք, այս ցինիզմն ու փարիսեությունը սրա հետ, ասենք, այն 10%-ը, որ հիմա նույնիսկ էլի Նիկոլ Փաշինյանը է պաշտպանում, անկեղծ ասած ես այդ մարդկանց չեմ կարողանում հասկանալ, բայց դա արդեն այլ խնդիր է, դա արդեն հոգեբանների խնդիր է, որովհետև իսկապես նորմալ մարդը, որ ունական, անալիզ անելու, մտածելու, անասունից տարբերվում է, ի վերջո, որ մտածում է, տեսնում է եւ համադրում է այս փաստերը, ինքը շոկի մեջ է հայտնվում, հասկանում է, իրան խաբել են։ Նորմալ է, որ մարդը 18 թվականին չհասկանար, հավատար, դա շատ նորմալ է, որովհետեւ մարդիկ ուզում են այն չարաշահումներից, այն անարդարություններից, այդ իսկապես վատ բարքերից ազատվեին։ Եվ 18 թվականին մարդիկ հավատացել են, բայց երբ որ այդ ամեն ինչից հետո արդեն տարիներ շարունակ տեսնում են, որ այս մարդը այսքան խաբում է, եւ նույնիսկ եթե 10% մնացել է, որ հավատում է, այդ 10%-ի համար եմ ասում, սա իմ համար ողբերգություն է, սա արդեն։ Տեսեք, ասում է, ինչա զզված, ինչ եք խոսում, նոր քիչ առաջ ասե, հարսանիք, բա ինչ պետք է լինի, ասում, բա պետք է տենց, այդ դուք գնացեք եկեղեցիների մասին մտածեք, չուլանացված է, ես ինչա։ Այս ատելությունը հայկական ամեն ինչի նկատմամբ, բացի այն, որ 368 միայն եկեղեցու մատուր է հանձնել ինքը Արցախում,
Հետացույց տալիս գիտեք, բայց դա եւս այս համեմատությունը ինքը արդարացրել է առավոտը այս հարսանիքը, ասում է, ինչ աղմուկ եք բարձրացում, իրան թվում է թե այդ աղմուկը այդ 30, չգիտեմ քանի միլիոնանոց այդպիսի ծախսերի մասին է խոսքը, դուք գիտեք, չէ, սուպեր աստղ է հրավիրված եղել, այս հայ այսպես կոչված երկիշները ասում են նրանց այսպես ասած որ գալիս են այդպես երկում են 50,000 100,000 դոլարի մասին է խոսքը, դուք տեսեք այդ աստղաբաշխական բանիկ ասում են ինչ է աղմուկ բարձրացրել, ինչ է քսես բանա տալիս, դոշերը փռած պաշտպանում է։ Բայց մենք մարդիկ մտածում էին, որ 18 թվականին այս բարքերը պետք է վերանար։ Մարդիկ 18 թվականին դրա համար են աջակցել իրան։ Այսինքն եթե 18 թվականին իրեն հավատացել են, հիմա ինքը դա արդարացնում է, դա ինքը փաստորեն կներեք ծիծաղում է այս ժողովրդի վրա, որտեղ եթե ինքը պետք է իր օլիգարխը գնա համալիրը բանանի, այսպես ասած, վարձի եւ հարսանեկանի համալիրում, ինքը ինչով է տարբերվում այդ նախկին թալանչներից օլիգարխներից։ Ոչինչով չի տարբերվում, ավելի վատը, նրանք գոնե չէին ձևացնում, գեղեցիկ ֆրազներով չէին ասում, սա պես խուլիգանի պես չէին ասում, սրանք ասում էին լավ ենք անում, թալանում ենք, լավ ենք անում, իրանք բաց էին անում դա։ Իսկ սա ձևացնում է, որ ինքը եվրոպական արժեքների կողմնակից է եւ այլն, ու այս բանը անում, ասած խայտարակություն է սա պարզապես։ Ուղղակի խայտարակություն է։ Ասա, բա ինչի՞ համար է մարզահամալիրը, բանդեղ դիտեց, այսինքն այդտեղ իմիջայլոց, երբ որ բացվել է Կարեն Դեմիրճյանի ժամանակ, ես շատ լավ հիշում եմ, ինչ որ բաներ կա մանկությունից տպավորվել է, ասում էին, որ ուզում են ամեն ինչ անեն, որ առաջինը երկի այդտեղ Ալա Պուգաչովան Կարեն Դեմիրճյանն ասել էր բացառված է իմ երկչույն պիտի երկի եւ առաջինը այդտեղ Օֆելիա Համբարձումյաններ կատարել, այսինքն այդ հայկական մեծ բան երկրի, իսկ հիմա բերելա այս գարշելի բանը։ Կներես մի բան ասեմ, երբ որ քեզ ասում եմ խորհրդային Հայաստանը, իսկապես քաղաքացի էր ձևավորում, դու նեղվում ես, չէ, բայց որտեղ եմ ձևավորվել։ Բայց դա եմ ասում։ Բայց որ գիր ու գրականությունը բայց դա եմ ասում։ Գրքի նկատմամբ 30 տարվա անկախ Հայաստանի մեջ ձևավորվել է այս տեսակը, որ այսպես բան է եղել։ Հիմա դրա համար եմ ասում։ Այսինքն դա իմ միջից դուրս չի գալի, որ ասում են մեր երկչույն, մեր Օֆելիա Համբարձումյանը պիտի առաջինը երկի։ Պետք է մտածել դրա մասին, ինչու խորհրդային Հայաստանում ձևավորվեց նորմալ քաղաքացի, որը մեր պետությունը չէր, որովհետև սովետական միությունն էր, այնտեղ Ռուսաստանն է, Ռուսաստանը կայսրության, կայսրական հիշողություններով, պետական հիշողությամբ մի հատ մեծ ահռելի երկիր էր, որ իր թևերը փռեց նաև Հայաստանի վրա, եւ այդպիսի կրթական մշակութային Հիմա հատ ուրիշ թիվ ասեմ։ Խորհրդային Հայաստանում եղել է Աղասի Ղանջան, համաձայն ես, առաջի քարտուղար։ Հետո եղել է Գրիգոր Հարությունյան, համաձայն ես։ Հետո եղել է Յակոբ Զարոբյան, համաձայն ես։ Նասնիկյանի անունը մոռացա։ Նասնիկյանը ավելի շուտ է եղել, Զարոբյանը եղել։ Հետո եղել է Անտոն Քոչինյան։ Իմիջիայլոց մեկը մեկից փայլուն առաջնորդներ են եղել։ Կարեն Դեմիրճյան։ Հիմա հարց։ Այս բոլոր այդ գործիչներից մեկի մասին ինչ-որ մի հատ վատ բան ասա։ Անթերի բոլորը ընտիր գործիչներ են, մեկը մյուսին փող լրացնելով զարգացել են երկիրը։ Որտեղ սովետական միությունը նաև առաջին պլան էր բերում ազգայինը։ Ազգային գրականություն։ Սովետական միությունը նայ, կայսրությունը անկախ թե ինքը ինչ կայսրություն է եւ ինչքան վատ կոմունիստական համակարգ է, անկախ ամենից։ Կայսրությունը անդրազգային իդեա որ փորձում է մտցնի մարդկանց մեջ, որտեվ ի վերջո համամարտկայինը դա նաև ազգային է, չէ՞։ Այդ անդրազգային գաղափարը որ փորձում է մտցնի եւ այդ անդրազգայինը որ ինքը մի քիչ ավելի վերադարձնում մանր նեղմիտ մտածողությունից, չէ՞։ Տակը դառնում է տես գործիչներ։ Իսկ երբ որ դու բերում ես, սկսում ես ազգի մասին խոսես, ազգային, բայց ազգայինից պարզվում է որ դու փաստացի քո կոշիկի շնորհքն ավելի կարևոր է, քան ազգի շահը իրականում, բայց խոսում ես ազգի գաղափարի մասին։ Մեկ ուրիշ կարևոր բան։ Սենց ասեմ ձեզ, դա բերում է սրան։ Երբ որ առաջի քարտուղարները իրանք ունեին վախ Մոսկվայից, դրանք իրանք վախենում են, իրանց մոտ էլ կար կոռուպցիա, բայց այդ կոռուպցիան չափի մեջ էր, որտեղ հանգարց եթե հանգարց կոռուպցիան շատանար, ստեից մի հատ նամակ կգրեին Մոսկվա, Մոսկվան գրի ասկը պատժեր։ Իսկ անկախ Հայաստանում ոչ մեկ նամակ չէր գրի ասենք երկրի ղեկավարի վրա, թե ինքը կոռուպցիայի մեջ է, որտեղ իր վրա կոռուպցիա վերահսկող չկար։ Դա համար ինքը փաստերեն քանի որ չուներ խորհրդային միության այդ կալպակը, ինքը ազատ էր, ինքը ազատությունն էլ դրսևորում էր ամբողջապես, որի արդյունքում այսենց մենք դրսևորում ենք տեսնում ենք սա ինքը հայտարարում է ինչի պետք է համալիրում ասենք հարսանիք չանի իմ ընկերը, չէ՞։ Ինչի է այտենց իրան պատառոտը, որտեվ այդ նաև Դիվարոյի միլիարդները իրենն է։ Որովհետև ասեմ քեզ, որովհետև անկախ Հայաստանի գաղափարը կար, բայց գաղափարի կյանքի կոչված պրոյեկտը չի իրականացավ։ Ինչ է նշանակում անկախ Հայաստան,
ինչ Հայաստանից ներկայացնում անկախ Հայաստանը բոլոր իմաստներով, կյանքի չկոչվեց, որտեղ այդ իդեան պրոստը իդեա կար վերնախավի մոտ։ Նույն Ղարաբաղյան շարժման մարդը պրոկի իդեա էր, բայց կոնկրետ թե ոնց անեն, որ այդ երկիրը դառնա երկիր հզոր, ուժեղ, բան, այդ պատկերացումները մշիշոտ էին։ Իրանք ոտի վրա սովորում էին եւ օրվա կուրսով էին սովորում այդ ամեն ինչը։ Դրա համար մենք sense վիճակի մեջ այդպես։ Չէ, նաեւ սա խոսում է բարոյական մեծ անկման մասին, երբ որ քո երկիրը այս թոշակառուները սովի մատնված Արցախահայության է սարսափելի վիճակը, բոմժ, դու արդեն էսա ինչքան մի քանի օրից է, ինչ արդեն կրճատում անգամ այս 40,000 դրամները մարդիկ ուղակի Արցախահայության մեծ մասը փողոցում է հայտնվելու, ես չգիտեմ ինչ վիճակում են, ասում են նորմալ է, 20-30, այսինքն դու պետք է ինչքան այլանդակ այլասերված լինես, որ դու ես աղքատ երկրում քեզ թույլ տաս այդպեսի, դուք պատկերացնում եք, ես անցած անգամ էլ ասեցի, ես բոլոր երիտասարդներին եմ երջանկություն մաղթում նաև այդ երիտասարդներին, բայց երբ որ քո ծնողը այդպես լկտի աբատես լկտի բան անում, այդ երիտասարդն է դրա մեջ է, նորմա համարում, ասեմ, ուրեմն ցանկացած իշխանություն, մարդուն այլասերում է, բայց բացարձակ իշխանությունը, այլասերումը մարդուն բացարձակ իմաստով։ Հիմա Հայաստանում ցավոք սրտի այդ բացարձակ իշխանությունը մարդուն բացարձակ այլասերում է, սա է իրականությունը։ Այս մարդը քանի որ չի տեսնում, որ իր վրա ինքը չի զգում այդ զգացողությունը չունի, որ իրան կարող է վաղը շպրտեն դուրս։ Չէ, ոնց կարա, բայց մարդը չէ ներքին մի փոքր ինչ որ զսպված բան ունենա, ասենք ինքը թույլ կտա այս բանը, այսպեսի։ Նյուտոնի երկրորդ օրենքը ինչ է ասում։ Ասում է մարմինը շարժվում է ճշմարտ արդյունքում։ Այսինքն եթե որպեսի ինքը վախենա, հասարակության մեջ պետք է լինի ուժ, որ ճնշի իրան, ինքը ուժից ինքը վախենա։ Այդ ուժը քանի որ չկա, ինքը չի վախենում։ Սա է իրականությունը։ Այսինքն ուժը ինչի չկա։ Ինչի պաշտպանես Նիկոլա այսպես եւ ինչի է այդպես սրբապիղծ օրինակներ բերում։ Բայց ձեր եկեղեցիները ինչ բառ ասեց եկեղեցին։ Շատ պարզ։ Այդ իր անկերն է, ճուլանացված եկեղեցիները։ Իր անկերն է։ Իր անկերն է թե պրոստը բան են։ Անժելա ջան, իրանք դա արդեն իրանք գիտեն թե իրանք ոնց են բաժանում այդ փողերը, բայց հարցը դրա մեջ չի։ Այս երկիրը դառնա ընկերապետություն։ Ինքը ընկերապետությունն է բոլորի մասներով։ Ինքը նենց ընկալում մարդ հասարակ մարդը մտածում է, եթե ասենք Անժելան գա իշխանության, Անժելայի անկերներին է բերելու։ Տենց է մտածողությունը։ Հասկանում ես, նույնպես եմ կրկնում, այս երկիրը չունի ուղենիշ թե ինքը որ բանը կոորդինատների մեջ պետք է զարգանա։ Այդ դրանից չդրեցին։ Եթե քո երկրում, ասենք գեղարվեստական ֆիլմեր չծնվեց Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի մասին, եթե դոկումենտալ ֆիլմեր չծնվեց Ղարաբաղյան պատերազմի մասին։ Գիտեք, չէ, պարոն Բոզալիս, վերջերս կարդացի։ Երբ որ համաշխարհային պատերազմը սկսում է հարձակվում են արդեն Ռուսաստանի վրա, առաջին բանը գիտեք ինչ է անում Ստալինը, ասում է անմիջապես հավաքեք բոլոր գրողների միությունում, անմիջապես հավաքեք բոլոր կոմպոզիտորներին, հիմա պիտի ստեղծվի այսպիսի երկեր, այսպիսի